Այսի կրակոցը եւ նոր հարցեր, հայր, աշխատավոր, ընտանիքի հենարան, Լորենցո Սալգադոյի մահից հետո ընտանիքը պահանջում է ոչ թե խոսքեր, այլ ամբողջական ճշմարտություն։ Հասկին հերոսական հերթապահության մեջ, Բելան տեսնելով արջին, չսպասեց հրահանգի ու դարձավ փոքրիկի կենդանի վահանը։ Հորմուզում կրակ, Քաթարի տանկերի վրա հարձակում, Իրանի մեղադրանքներ, ԱՄՆ-ի նոր հարվածներ, նեղուցը կրկին դարձել է աշխարհի նյարդային կետը։ Իրանի դեմ կոշտ ռեժիմով, 3 համաձայնություն, այսօր հարվածների սպառնալիք, Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին խոսում են ոչ թե դիվանագիտությամբ, այլ ուժի լեզվով։ Թրամփ-Զելենսկի հանդիպում, Ուկրաինայի համար պատրիոտ, անօթաչուներ ու անվտանգության երաշխիքներ, խաղաղության ճանապարհը դեռ երկար է, բայց բանակցությունների սեղանը թարմ։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը, փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար, ընդամենը $150 plus tax, ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $300 plus tax, Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար, ընդամենը $150 plus tax, ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն, Վիվալդի Քեթրինգ, համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Տեքսասում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի գործողության ընթացքում զոհված Լորենցո Սալգադոյի ընտանիքը հրապարակային հայտարարությամբ պահանջել է ամբողջական թափանցիկություն եւ անկախ հետաքննություն։ Մամուլի ասուլիսի ընթացքում զոհվածի ավագ որդին Ռոնալդո Սալգադոն պատմել է, թե ինչպես է իմացել հոր հետ կատարվածի մասին։ Նրա խոսքով առավոտյան ժամը 7-ի սահմաններում մայրը հայտնել է, որ հոր հետ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել։ Ընտանիքը դեռ չգիտեր մանրամասները, միայն այն, որ դեպքը կապված է այսի գործողության հետ։ Ռոնալդոն պատմել է, որ անմիջապես մեկնել է հոր աշխատավայր, փորձելով գտնել նրա մեքենան։ Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեսել է այսի գործողության մասին տեղեկություն։ Երբ նա հասել է դեպքի վայր, տեսել է հոր մեքենան, սակայն ինքը Լորենցո Սալգադոն այնտեղ չի եղել։ Քիչ անց համացանցում տարածված տեսանյութում նա ճանաչել է հորը, ոչ թե արտաքինով, այլ օգնության կանչող ձայնով, երբ նա վիրավոր վիճակում պառկած էր փողոցում։ Մամուլի ասուլիսին ընտանիքի անդամների կողքին կանգնած էին լուլակ կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական եւ դաշնային ընտրված պաշտոնյաներ։ Նրանք պահանջել են հրապարակել գործով առկա բոլոր ապացույցները եւ իրականացնել անկախ ու մանրակրկիտ քննություն։ Կոնգրեսական Ալ Գրինը հայտարարել է, որ դիմել է ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովին, պահանջելով լսումներ անցկացնել այսի մահաբեր գործողության վերաբերյալ։ Սալգադոյի ավագ որդին նաև նշել է, որ հայրը լինելով 3 ԱՄՆ քաղաքացի որդիների հայր, նրանց կրթությունը համարում էր իր կյանքի գլխավոր նպատակը։ Նրա խոսքով ընտանիքը սկսել էր Լորենցո Սալգադոյի օրինականացման գործընթացը, ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նա արդեն մոտ էր օրինական կարգավիճակ ստանալուն։ Խեղդվող ձայնով եւ զսպվող արցունքների խորքից նա ընդգծել է, որ հայրը սեփական ձեռքերով տուն էր կառուցել ընտանիքի համար, իսկ աշխատանքից հետո սիրում էր նստել իր տան պատշգամբում, երաժշտություն լսել եւ խաղալ շան հետ։ Ես ուզում եմ, որ աշխարհը նրան հիշի ոչ թե որպես մարդ, ում գնդակահարեցին, այլ որպես ընտանիքի նվիրված հայր, աշխատասեր մարդ, որը հավատում էր, որ քրտնաջան աշխատանքը բերում է հաջողություն, ասել է նա։ Սա այսի կողմից հերթական մահացու կրակոցն էր, որը նոր արձագանք է ստանում եւ կրկին վերադարձնում ուշադրությունը դաշնային գործակալների գործողությունների վրա։ Ընդամենը վերջերս հայտարարվեց, որ օրական մոտ 2000 ձերբակալություն է իրականացվում։ Մեր ուշադրությունը նույնպես սևեռված է այս թեմային եւ թարմացումներ լինելու դեպքում կտեղեկացնենք հաջորդիվ թողարկումներում։ Իսկ հիմա այլ թեմաներով։ Կոնեկտիկուտ նահանգում ընտանիքի Բելլա անունով հասկին հերոսաբար պաշտպանել է փոքրիկ տղային, քշելով արջին, որը վազում էր դեպի երեխան։ Տան տեսահսկման կադրերում երևում է, թե ինչպես է արջը վազում դեպի տան մուտքի մոտ գտնվող երեխան։ Այդ պահին Բելլան մեծ արագությամբ նետվում է կենդանու վրա, կծում նրա ոտքը եւ ստիպում փոխել ուղղությունը։ Դրանից հետո շունը շարունակում է հետապնդել արջին, մինչև այն փախչում է։ Բարեբախտաբար ոչ երեխան, ոչ էլ Բելլան վնասվածքներ չեն ստացել։ Շանտերը Ջեֆթազարան պատմել է, որ Բելլան միշտ պաշտպանել է իր երեխաներին, ուստի նրա արձագանքը զարմանալի չէր։ Իր խիզախության համար Բելլան ստացել է իր ամենասիրելի հյուրասիրություններից մեկը՝ T-bone steak։ Վայրի բնության մասնագետները նշել են, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, սակայն հիշեցրել, որ շների եւ արջերի նման բախումները կարող են շատ վտանգավոր լինել։
Ազգային պարկերի ծառայությունը խորհուրդ է տալիս արջի հանդիպելու դեպքում պահպանել հանգստություն, հնարավորության դեպքում գրկել փոքրիկներին, չգոռալ եւ դանդաղ հետ քաշվել, իսկ արջերով հարուստ վայրերում ունենալ նաեւ հատուկ արջավանող սփրեյ։ Իսկ հիմա շարունակենք ԱՄՆ-Իրան ՆԱՏՕ թեմաներով։ Հորմուզի նեղուցում լարվածությունը կրկին աճում է։ Քաթարին պատկանող հեղուկ գազ տեղափոխող Ալ-Ռիքա տանկերը աղետի ազդանշան է փոխանցել, հայտնելով, որ հարձակման է ենթարկվել նեղուցի մերձակայքում։ Քաթարի իշխանությունները մեղադրել են Իրանին, հայտարարելով, որ հարձակման թիրախ են դարձել նեղուցով անցնող մի քանի առևտրային նավեր, այդ թվում Ալ-Ռիքան։ Իրանի արտգործնախարարությունը հերքել է մեղադրանքները, դրանք անվանելով անհասկանալի։ Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ առևտրային այն նավերը, որոնք երթուղիներ չեն համաձայնեցնում Իրանի հետ, կարող են բախվել անվտանգության ռիսկերի։ Այս ամենի հետևանքով ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների մասին եւ չեղարկել այն լիցենզիան, որը թույլ էր տալիս Թեհրանին շարունակել նավթի վաճառքը միջազգային շուկաներում։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով հարվածների թիրախում են եղել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ հսկողության կայանները, երկիր օդհրթիռային համալիրները, հակառազմանավային թևավոր հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակները։ Ավիահարվածների արդյունքում Իրանի Բանդար Աբբաս նավահանգստի շրջանում հրդեհ է բռնկվել։ Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բահրեյնում եւ Քուվեյթում հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձաբար մեղադրում են միմյանց ընդամենը մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ ցանկանում է համաձայնության հասնել Իրանի հետ։ Մենք կհաղթենք այս կամ այն ճանապարհով, կամ կհասնենք համաձայնության, կամ ամբողջությամբ կավարտենք գործը։ Ես նախընտրում եմ համաձայնությունը, որովհետև չեմ ցանկանում, որ 91 միլիոն մարդ տուժի, ասել է Թրամփը։ Այս հայտարարություններից ընդամենը ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է մոտեցումն ու նպատակները։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նա հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով, անդրադառնալով Իրանին, Դաշինքի անդամ երկրների պաշտպանական պարտավորություններին, Թուրքիային եւ միջազգային անվտանգությանը։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ համաձայնություն այլևս չի տեսնում եւ պնդել, որ Թեհրանի իշխանությունները արժանի չեն վստահության։ Նրա խոսքով Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ եւ ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել դա կանխելու համար։ Նա նաև նշել է, որ վերջին ամերիկյան հարվածները շատ ավելի ուժեղ են եղել, քան Իրանի գործողությունները եւ վստահեցրել, որ եթե Իրանը շարունակի հարձակումները, ԱՄՆ-ի պատասխանը կլինի անհամեմատ ավելի կոշտ։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները կարող են շարունակվել նաև այս գիշեր, եթե Թեհրանը շարունակի սպառնալ միջազգային նավագնացությանը։ Թրամփի խոսքով Իրանը վերջերս Հորմուզի նեղուցում արձակել է մի քանի անօդաչու թռչող սարք եւ մեկ հրթիռ այն նավերի ուղղությամբ, որոնք նրա խոսքով լիովին օրինական իրավունք ունեին գտնվելու այդ ջրային տարածքում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն առայժմ չի թիրախավորում Իրանի ամենակարևոր ենթակառուցվածքները, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ոչնչացնել երկրի կամուրջները, էլեկտրակայանները եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Նա նաև զգուշացրել է, որ առաջիկա ժամերին հնարավոր է իրականացվի ավելի լայնածավալ ռազմական գործողություն, որի ընթացքում կխոցվեն Իրանի ռազմական օբյեկտներ։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում լարվածությունը կրկին աճել է, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ Պարսից ծոցի հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ։ Թրամփը հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Նա նշել է, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ, այդ գործընթացն անվանելով ժամանակի կորուստ։ Այս հայտարարությանը նախորդել էին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխադարձ ռազմական հարվածները, որոնք արդեն անհանգստացրել էին ներդրողներին։ Արդյունքում Brent տեսակի նավթի գինը մեկ օրում աճել է ավելի քան 5%-ով։ Թեև գինը դեռ զգալիորեն ցածր է հակամարտության ամենաթեժ փուլում գրանցված $120-ից, այնուամենայնիվ վերլուծաբանները զգուշացնում են, որ նավթի թանկացումը կարող է նոր ճնշումներ ստեղծել համաշխարհային տնտեսության համար։ ՆԱՏՕ-ի առաջնորդներն Անկարայի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել են հստակ ուղերձ. Եվրոպան պատրաստ է ավելի շատ ներդնել սեփական պաշտպանության մեջ։ Գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել է մի շարք խոշոր ռազմական ծրագրերի մասին։ Դրանց թվում է $4.5 միլիարդ ներդրում շվեդական Saab ընկերությունից վաղ նախազգուշացման նոր ռադարային ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պետք է իրականացնի պաշտպանական արդյունաբերության հեղափոխություն Ռուսաստանի եւ Չինաստանի աճող սպառնալիքներին դիմակայելու համար։
Նրա խոսքով ՆԱՏՕ-ն նաև կստեղծի սեփական ռազմավարական տրանսպորտային ինքնաթիռների պարկը։ Դաշնակից երկրները նաև մեկնարկում են բազմացք ծրագիր, որը կենտրոնացած է Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռների շուրջ։ Բացի այդ, եվրոպական երկրները պայմանավորվել են ամերիկյան ընկերությունից ձեռք բերել հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 12 եվրոպական երկիր շուրջ $50 միլիարդ կծախսի նոր հեռահար սպառազինության վրա, իսկ Կանադան նախատեսում է գերմանական ընկերությունից գնել մինչև 12 սուզանավ։ Սակայն այս քայլերը ըստ ամենայնի չեն փարատել Դոնալդ Թրամփի դժգոհությունը։ Նա հայտարարել է, որ գուցե նույնիսկ բոյկոտեր գագաթնաժողովը, եթե չլինեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ իր ջերմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Թրամփը հանդիպումն անվանել է դրական եւ հայտնել, որ վերջին շրջանում իրենց հարաբերությունները զգալիորեն բարելավել են։ Նրա խոսքով թե Զելենսկին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում են հասնել պատերազմի ավարտին, թեև դա հեշտ գործընթաց չէ։ Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին շարունակական աջակցության համար եւ նշել, որ Ուկրաինայի առաջնահերթությունը շարունակում է մնալ հակաօդային պաշտպանությունը։ Նա նաև հայտարարել է, որ կողմերը սկսել են համագործակցել անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ինչը կարևոր քայլ է համարել երկու երկրների միջև։ Նախագահ Թրամփը նշել է, որ քննարկվում է Եվրոպայում Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության լիցենզավորում։ Նրա խոսքով, եթե եվրոպական երկրները կարողանան դրանք տեղում արտադրել, Ուկրաինան ապագայում ավելի արագ կստանա անհրաժեշտ պաշտպանական միջոցները։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ունի սահմանափակ քանակությամբ Պատրիոտ համակարգեր եւ պետք է հաշվի առնի նաեւ սեփական պաշտպանության կարիքները։ Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստ է այցելել Ուկրաինա, Թրամփը պատասխանել է, որ կցանկանար դա անել պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով Կիևը գեղեցիկ քաղաք է եւ ինքը կցանկանար այցելել մինչեւ նորավերածություններ տեղի կունենան։ Անդրադառնալով Ուկրաինայի ապագային, Թրամփը նշել է, որ երկիրը մեծ տնտեսական ներուժ ունի, հատկապես հազվագյուտ մետաղների պաշարների շնորհիվ եւ խաղաղությունից հետո կարող է վերածվել արագ զարգացող տնտեսության։ Նա նաև ասել է, որ անվտանգության երաշխիքները խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչ են լինելու եւ ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցում համագործակցել եվրոպացի դաշնակիցների հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նաև հանդիպել է Սիրիայի նախագահի հետ, նշելով, որ Սիրիան վերջին 1.5 տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել երկրի կայունացման եւ վերամիավորման գործում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարևոր խթան է եղել երկրի վերականգնման համար։ Սիրիայի նախագահ Ալ-Շարան շնորհակալություն է հայտնել Թրամփին պատժամիջոցները չեղարկելու որոշման համար, այն անվանելով պատմական քայլ։ Նա նշել է, որ երկրի վերականգնմանը նպաստել են նաև Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ բարեկամ երկրների աջակցությունը։ Լրագրողների հարցին, թե արդյոք Սիրիան կհեռացվի ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից, Թրամփը պատասխանել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին, ընդգծելով, որ Սիրիայի ներկայիս ղեկավարությունը լավ աշխատանք է կատարում։ Թրամփը նաև նշել է, որ Սիրիան կարող է օգտակար դեր ունենալ Լիբանանում Հեզբոլահի ազդեցությունը սահմանափակելու գործում եւ հավելել, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ Այսքանն էինք առանձնացրել։ Ես Էմմա Շաբոյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք։